Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Ղուկասյան, նախ ինչպես հասկացան, գիշերը անցկացրել եք այստեղ, Բաղրամյան պողոտայում, ինչ է կատարվել երեկ, ինչպես է անցել գիշերը։ Անցկացրել ենք գիշերը այստեղ, ծնողներով, սպասել ենք պատկան մարմինների պատասխանին, որոնց երեկոյան, որ եկել են, իմացակ մի քանի հոգի եկան, փոխանցեցինք մեր պահանջները, իհարկե պահանջներից հետո մի քիչ փոփոխություն եղավ, այսինքն որ ասում ենք պետքա պարոն Աբաժյանը հետ վերականգնվի, չնայած մեզ ասեցին, որ դա անհնար է, բայց ես այդ կարծիքը չեմ կիսում, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, անհնար է բան չեմ տեսնում, եթե վարչապետի հրամանով որոշման ազատվել են, նույն վարչապետի որոշումը նաև կարելի է քենսել անել, չեղել համարել, նորից վերականգնել, բայց ինչևից է, չեմ ուզում խորանամ այդ հարցերի մեջ, նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար ունենք, թող ժամանակավոր պաշտոնակատարը խնդրեցինք, պահանջեցինք, որ ժամանակավոր պաշտոնակատարը գա ներկայստեղ մեր մոտ, ու ինքը իր դիրքից, իր պաշտոնից, իր անունից մեզի հավաստիացնի, երաշխավորի, որ մեր երեխեքի, քանի որ մեր հարցը նորից եմ ուզում շեշտեմ, որ մարդկանց համար այդ կարծիքը վերջապես ելնի, որովհետև հանրության մեծ մասի մոտ թե մենք ստե փողով եկող ակցիանող ենք, մենք ոչ մեկից այսքան վաղ ոչ մի լումա, ոչ մի կոպեկ ոչ վերցել ենք, ոչ էլ պատրաստվում ենք վերցնենք, եթե վերցնենք, ստե չենք լինի։ Ղուկասյան, նշեցիք իրենց պահանջը փոխանցելուց հետո որոշ փոփոխություններ են եղել, նկատի ունեք ձեր։ Չէ, առավոտը մենակ փող ոստիկանապետն ա եղել, ասել ենք, էլի գնացել է, որ պետքա մեզի փոփոխություն, մեզի պատասխան տա, դեռ այդ պատասխանը չենք ստացել։ Հանդիպում ենք պահանջում նորանշանակի հետ, որ ինքը գա նորից ասեմ, շարունակեմ միտքս ավարտեմ, որ ինքը գա մեզ երաշխավորի, որ մեր երեխեքի հարցը մնալու է օրակարգում որպես առաջնահերթ հարց, ամենայն դեպս ԱԱԾ կառույցի համար, նոր ձևով, նույն ձևով շարունակել են ավելի մեծ թափով, բայց ոչ պակաս թափով, նույն ձևով աշխատանքները շարունակվելու է այդ երեխեքի ճակատագրի վերաբերյալ, որ ինֆորմացիան գործողությունները կատարվի, գործը շարունակվի։ Եթե կգա կասի, մենք էլ գոնե ինչ-որտեղ արդեն կզգանք, որ այս մարդը ասել է իր դիրքից, մենք ճանապարհը կբացենք։ Տեղեկություն ունենք, որ չի շարունակվելու այս process-ը։ Չէ, գիտեք ոնց, ոչ թե տեղեկություն ունենք, որ չի շարունակվելու, ասենք 5 տարվա մեր փորձը ցույց է տվել, որ ասենք բացի Աբաժյանից ու ասենք ԱԱԾ կառույցից ոչ մեկ այդ երեխեքի հարցով չի զբաղվել։ Ասենք զբաղվել է Աբաժյանը, մեր հետ հանդիպել է Աբաժյանը, մեր հարցերին պատասխանել է Աբաժյանը։ Մենք էլ ինչ, հետո գիտեք մեր մտավախությունը ինչ էր, նայեք, ես ձեզ հիմա ասեմ, Եվրոխորհրդից հետ պահանջեցին, գիտեք, անհետքորածների վերաբերյալ այդ ամեն ինչը հետ պահանջեցին, դա արդեն մեզի ոնց որ մեսեջ էր, որ այդ երեխեքի հարցը շատ շուտով դառնալու է այս պետության համար հայտարարեցին, որ մենք գերի չունենք, մենք պահանջ չունենք եւ այլ եւ այլ։ Դե էս էլ արդեն նշանակես, որ մեր երեխեքով հիմա եթե կգա կասի, որ ես անելու եմ նույն գործը, ոչ մի փոփոխություն չի նելու, հարց չկա, մենք արդեն գիտենք, չես մարդը ասել է, այսինքն որ հանգարց վաղը տենանք ինչ-որ շարժ չկա, մենք կարանք չէ տանք, ասենք, բա դու մեզի եկար, այսքան մարդու մոտ ասեցիր, որ անելու ես, վախի չես անում, այդ վաղտ մենք կարանք իրան, բայց չի գալի։ Երեք Փաշինյանն ասաց, որ Աբաժյանի պաշտոնանկությունը ոչինչ չի փոխի, բան Ղուկասյան։ Ես Փաշինյանի ոչ մի խոսքին չեմ հավատում։ Ես չեմ հավատում, ես անձամբ իր այդ մի քանի անգամ հանդիպել եմ այն շուտ վաղտերը, դրանից հետո իմ մուտքը արգելվել է կառավարության շենք, ես հասկացել եմ, որ ինքը պոտենցիալ խռոնիկ սուտասան մարդ է, ես ոնց կարամ հավատամ մի մարդու, որ 5 րոպեվա մեջ կարա 15-ից սուտ ասի։ Եվ հատկապես իր սուտ խոսելը երբ է դրսևորվել, ինչ պարագային բաներ։ Ես հիմա ես չեմ կարա հատիկ ասեմ, բայց շատ ասեցինք, այն ժամանակները, որ մտնում ենք իր մոտ այս հարցերով, ինքն էս բաներ ասում, որ ուղղակի անհեթեթություններ էր ասում, ասենք հետո մի հատ օրինակ բերեմ, էտիա մեջս մի հատ օրինակ բերեմ, որ ծնողները գնացել էին մոտահանդիպման, ինքը որ ասել էր, դա իր խոսքերն է, այսինքն ծնողներն են փոխանցել, որ դուք տանը ուրիշ երեխա չունեք, գնացեք զբաղվեք ձեր ողջ երեխեքով, ինքը մեզ ասել էր ծնողներին, որ
անետ կորածների կոնկրետ հարցով, որ բան չունենք, Ադրբեջանի ղեկավարությունը ասում է գերի չունենք, Ադրբեջանի ղեկավարությունը իրանց փոխանցել է, որ մենք անետ կորած չունենք, բռնի անետացած չունենք ու դա այն ներկայացած փաստերը, որ մենք ենք ներկայացել, որ վիդեոներ կա, վիդեո ֆիքսացիաներ կա, որ մեր երեխեքին Ադրբեջանի զինվորը տանում է գերի, դա անհերքելի փաստ է, ճիշտ է, բայց Նիկոլ Փաշինյանի համար դա փաստ չի, իր համար փաստը նա է, որ Ալիևն ասում է չունեմ, դա ավելի հիմնավոր փաստ է, ավելացնեմ ասեմ ավելին, նա երթում է կերե, որ չունի, այսինքն այսօր Ալիևի երթում Ալիևի երթումը իր համար ավելի մեծ փաստ է, քան թե վիդեոները ու ինքը տենց ասել է, Ալիևն ասում է չունեմ, всё, Ալիևի խոսքն արդեն իր համար դոգմա է, օրենք է, հիմա որ վաղ Ալիև ասի, հորս արև Հայաստանը հիմնա, պետք է ինչ համարենք, որ Ալիևը երթում կերա, որ հորս արև Հայաստանը հիմնա, պետք է տանք Ալիևին, տենց է, իդ տրամաբանությամբ տենց է դուրս գալի։ Մի հարցը ես տամ, լուծումներից որը ձեզ համար բավարար կլինի, այսինքն ինչ պիտի լինի, որ դուք համարեք, որ ձեր պահանջները Այդ է մեր լուծում, եթե լուծում եք ասում։ Չէ, գլոբալի մասին չի խոսքը։ Աբազյանը վերականգնվի, եթե չվերականգնվի։ Մենք Աբազյանի վերականգնումին չէի ես շեշտում, քանի որ նորից եմ ասում, ես այդ մարդու աշխատանքը տեսել եմ, ու մենակ ես չեմ տեսել, այդ ծնողներն են տեսել։ Քանի գերի է եկել, դա Աբազյանի գործողություններն ա եղել։ Ես դες չէ որ հիմա Աբազյանին մեծ արում չգիտեմ, բայց որ արել է, չպետք է էլ ենք կներեք sense Խակակեր հավի նման պետք է չուտենք կտուսները սկսենք գետնին ասենք չենք տեսել։ Եվ որ արելը ոնց ասենք չի արել։ Եթե իր տեղակալը գա եւ հավաստիացնի, որ նույն կերպ շարունակվի, դա ձեզ կբավարարի։ Բա իհարկե, եթե դու իր տեղակալը գա ինքը հավաստիացնի, երաշխավորի, որ ինքը այդ տեմպից չի ընկնի, հələ մի բան էլ ավել ոչ պակաս կանի, բա մեզի ինչ է պետք, մեզի մեր երեխեքն են պետք, մեզի ուրիշ բան պետք չի, շեշտում եմ նորից։ Առավոտվա հանդիպմանը Վարդան Վարդանյանը ինչ խոստացավ։ Ես ճիշտ ասած չեմ մոտեցել, չեմ էլ լսել իրանք ինչ են խոսացել, ազնվությամբ չեմ մոտեցել։ Ուղղակի որտեվ հասկացել եմ նույն խոսակցությունալում ինչ որ Երևանից եղել է։ Արեք ճանապարհը բացեք, սա լավ կլինի, վաղը չեմ ուսորը կետա կտենակ, Էդ այլ է կտի մոմենտն է։ Բայց երեկայից ներկայացուցիչ եկավ։ Հա։ Ասել է, որ հետ վերադառնա պատասխանի, հա, ձեր հարցը։ Դե եկավ պարոն Սանամյանը եկավ գնաց, բայց հələ որ նորություն չկա իրեն։ Քանի որ ազգային ժողովի դիմաց եք, հետաքրքիր է, պատգամավորներից իշխանական դիմադրի հետ գիտեմ, որ հանդիպել եք եղել է, որ օրինական հասկանալ։ Երկու հոգի եղել է, մեկը Տիկոն եկավ, Աբրամյան, մեկ էլ Երևանին մի տեղ։ Ո՞նց։ Իշխանական։ Հա, չէ մի հատ էլ տղամարդ, որ մտավ ներսը հարց տվեց։ Գառնիկ Դանիելյանն։ Հա, ոչ մեկ մի 3 հոգի եկել են։ Իշխանականներից եկել են։ Իշխանականների։ ԿՊ-ականներից հանդիպել են։ Ոչ։ ԿՊ-ականները ոնց կարան մեր հետ գանը հանդիպեն։ Երես պետք է ունենան, որ գան Պարոն հանդիպեն։ Ղուկասյան, նաև որոշում կայացրեցիք ձեր մի խումբը այս պահին Հերացի փողոցը փակի 1 ժամով։ Ակցիան շարունակվի այլ փողոցների փակմամբ էլ, եթե ներկայացուցիչ ազգային անվտանգության։ Որ մնացած ծնողները որ միանան, որտեղ մենք ունենք 170 հոգի զինվորական եւ 20 հոգի քաղաքացիական անհայտ կորած, էլ չեմ ասում գերության մեջ տղեկի մասին, որ նրանց ծնողներն են աթոռներից իրանց նստատեղերը հանեն գան միանեն, դու հերացին էլ կփագեմ, դու Պաշտոսն էլ կփագեմ, դու ինչ կա կփագեմ, բայց ես իմ ուզածին պետք է հասնեմ, որտեվ նորից եմ ասում, իմ պահանջը իմ երեխեքն է, ու մնացած երեխեքը, հանուն իմ երեխեքի, հանուն այդ երեխեքի ճակատագրի, որ 5 տարի ոչի բան չգիտենք այդ երեխեքին ինչ է լավ, ոնց է լավ, ողջ են, մահացած են, զոհված են, ինչ վիճակում են, այդ անորոշությունը արդեն մեզի վերել է այն հոգեկան են ամենածանր վիճակի մեջ է հասցրել։ Որ մենք այսօր չգիտեմ ինչ ենք պատրաստ, կարող է ասեմ, մեր ծնողներից բավականին արդեն մի քանի հոգի մահացան։ Մեր անետ կորածների ծնողները այսպես ամիսը չլինի մեկը մեռնում է, չէ։
Այդտենց։ Իրազեկման ժամանակ ինչ են ձեզ պատճառաբանում այդ ծնողները, որոնք որ այսօր ներկա չեն այս ակցիային։ Ես այստեղ տեսնողներին միշտ այդ մարդկանց եմ տենում, ուրիշ մարդ գրեթե չեմ տենում։ Մեկ-մեկ լինում էր, որ ասենք ԱԱԾ-ում կամ ասենք, չգիտեմ, միտեղ հանդիպում ենք, մի քանի հոգի լինում են գալիս են, որ դաժե չենք էլ տեսել, բայց իրանք ասում են, որ մենք անուրով հիմա մարդիկ կար տարբեր պատճառաբանություններ են բերում, մեկը հիվանդ է, մեկը տկար է, մեկը փոքր երեխա ունի, մեկը տարեց մարդ ունի, ամեն մարդ մեկը փողը վերցել է չի գալի, մեկը չգիտեմ պաշտոնը վերցել է չի, ինչ իմանամ ցավը տանեմ ամեն մարդ իր թո ինքը իր ասու առաջ, թո ամեն մարդ, թո ամեն ծնող ինքը իր ասու առաջ, մեկը իր երեխու առաջ պատասխան տա։ Ղուկասյան, իսկ այսօր ինչ եք պլանավորում, ինչ որ գործողություններ էլի էստեղ եք անցկացնելու։ Ինչը մեր պահանջները չբերչանա, չբավարարվի, ոչ մի բան չենք իմանում ինչ ենք անելու, ինչ էլ ասես կարան կանենք։ Մարդ ավակ, ինչ ասես կարան կանենք։ Ամենայն ամենախենթությունն էլ կարան կանենք։ Ինչ որ նոր հանդիպում, ինչ որ մեկը ձեզ ընդունելու Հիմա հիմա ինչ չէ, դե հիմա սպասում ենք պատասխանին իրանց, որ նորանշանակ ՀԱԾ-ի այդ ժամանակով պաշտպանողը մեզի հանդիպի, մեզի մեր հարցերի պատասխանը տա։ Այդ է ուրիշ բան չկա։ այլ պաշտոնյայի հետ հանդիպում։ Ինչ այլ պաշտոնյա ու